Բարի լույս սիրելիներս, բարի այսպիսի սիրուն առավոտ բոլորիս։ Մի հատ նայեք ոնց է բողբոջել։ Այսօր կիրակի է, գնում ենք մեր կիրակին, ընտանեկան կիրակին վայելելու համեղ ուտեստներով։ Այսօր ուրիշ նպատակներ ունեմ, իշնենք ներքևի խոհանոց ու ցույց տամ։ Սիրելիներս, ու կրկին պատրաստում ենք մեր ամենասիրելի լավաշի խմորը, 1 կիլոգրամ ալյուրա, 2 թեյ գդալ աղ, կես թեյ գդալից էլ մի քիչ խմորի, չգիտեք, ես ավելացնում եմ մենակ զուտ փափկության համար, կարող ենք նաև չավելացնել, բայց այդպես չոր է լինում, իսկ այսպես փափուկ ու էլ փափկացնելու կարիք չկա։ Հիմա ավելացնում եմ ջուրը, բարի լույս եկա, ու հնձում ենք պինդ խմոր։ Սիրելիներս, սոյկան դասերն անում, ինչպես միշտ արդեն գիտեք, մենք խոհանոցում երկուսով ենք միշտ։ Խմորը թողել եմ, որ հանգստանա, տեղափոխեցի ուրիշ ամանի մեջ, մի քիչ ծիթայող ավելացրեցի ու առաջին անգամ ինքս մենակով միայնակ որոշել եմ քաբաբի ֆարշ պատրաստեմ։ Յուրաքանչյուր խորհուրդ իհարկե կընդունեմ, որովհետև առաջի անգամ եմ պատրաստում, բայց չեմ ուզում այնպես որ վայ էդի սխալ, էսի ճիշտ, ուզում եմ փորձեմ իմ ձևով, կստացվի, կկիսվեմ, չի ստացվի, էլի կասեմ, որ չստացվեց։ Ու քանի որ միսը պատրաստի թարմ, բայց աղացած միս եմ գնել, այստեղ միայն մաքուր տավարի փափկամիս է, կես կիլոգրամ, ու այստեղ ունեմ խառը, խոզ ու տավար, սալի փոխարեն, այսինքն, այնպես է, որ ունեմ երկուսից էլ տանը, կարող եմ աղալ, սալ ունեի, կարող էի տավարի հետ աղալ, տավարի փափկամիս չունեմ, ինչը ճիշտ, որոշեցի այսպես անեմ, էս էլ է թարմ, խոզի, սալ ու տավարի միս աղացած ու այստեղ միայն տավար։ Այսինքն 1 կիլոգրամ ու կես է այստեղ լինելու է 1.5 կիլոգրամ, ավելացնելու եմ սող, աղ, սև պղպեղ, աղը հետո կփորձեմ ըստ համերի ու մեկ էլ մաղադանոս, չգիտեմ, ուզում եմ այդպես այն համերը, ինչը որ մեզ հաճելի է, այդպես փորձեք, տնենք ոնց կստացվի։ Հիմա միսը նոր եմ հանել սառնանից, սառնա առաջի հերթին սոխերը մաքրեմ, մի հատ մարացնեմ ու սկսենք լավ հունցել, տեսնենք ոնց է ստացվելու։ Մինչև խմորն բանը հանգստանա սառնանում ֆարշը, արդեն լավաշները կթխեմ ու կսկսենք։ Ահա, լցրել եմ միսը, սոխը, հիմա նույն կերպ եք նույն ամանի մեջ նաև կմարացնեմ մաղադանոսը, ես էլ կավելացնեմ ու կսկսեմ շատ լավ հունցել, խմորի նման մի հատ լավ հունցել, որ ստանանք համասեր զանգված։ Ահա, հիմա արդեն լցրել եմ, սկսում ենք լավ հունցել։ Դու կարդ ես, լսում եմ։ Ահա, արդեն մի քանի րոպե է, հարում եմ, աղը փորձեցի, մի փոքր աղ ավելացրի։ Ու այսենց լավ կպչուն զանգված եմ ստացել, էլ չխոսեմ բույրի մասին, մի քանի տեղ տեսել էի, որ սխտորել են ավելացնում, բայց կարծիքով այդ ավելի երևի կհամադրվի հավի բանի հետ, որոշեցի չի առանց սխտորի ուղղակի այս անգամ սենց փորձել, եթե լավ ստացվի, սրանց հետո կիրակի օրերին ավելի շատ քաբաբ կանենք խորոված, որպեսզի վարժվենք, դե միշտ կիրակի օրերը արդեն սեզոնը բացվել է, բակի գրիլ փարթի հաջան վերջ, այսպիսի համասեր զանգված ստացանք, հիմա փակում ենք ու տեղավորենք սառնարան, այդ ընթացքում ես կգնամ Վիտոյի ու Ալենի մազերը կկտրեմ, մինչև սա կհանգստանա, այդ ընթացքում լավաշն էլ կթխենք ու դրսում կրակի մոտ կհանդիպենք։ Համովությունների մասին մոռացել էի, երեք ուշտ ունեկանք, դա երեք չկերանք, երեխեքն էլ չեն կերել, ոչ մեկ մնացել է, մի հատն էլ ընդեղ է այսօր դուրսը սա կվայելենք, Զոյկան ուրախացել է, քաբաբի համար ես ուրախացել։ Վերջ, Ալենի ու Վիտոյի մազերը կտրեց, իրանք վարսացան ամեն մեկը մի բաղնիկ լողանալու, ես հիմա այստեղ կգնդեմ, եթե ինչ Զոյկան դեռ դաս է անում, արդեն շոքել է, ադյալը վրայից հանել է, ծածկոցով էր ծածկված, որովհետև պատուհանը բացա, որ մաքրոտ լինի, սենց գնդեմ ու սկսեմ արդեն լավաշներս թխել։ Վերջ գնդեցի, իսկ մի քիչ մեծ եմ արել, որ ավելի մեծոց ստացվեն, մի քիչ հաստոտ, որ սենց լավ բրդուճ լինի։ Հիմա մինչև ես հանգստանա գնամ արդեն սոխն ու մաղադանոսը կտրատեմ բրդուճների համար։
Ես սկսել եմ, որպեսզի շատ ավելի արագ ստացվի։ 2 թավայով եմ անում, այս առաջիններն է, եթե ինչ, այս մեկը մեծ էի արել, այստեղ կթխեմ մի քիչ ավելի փոքրատները, այստեղ մեծոտները մի բրդուճի համար կարծում եմ շատ լավ է։ Ուրեմն այսպես, այստեղ ունեմ ռուկոլա, մաղադանոս, այսպիսի սալատ, սրանցից իհարկե էլի կտանեմ, ուղղակի ինձ ափսեն եմ պատրաստել, սող, թթուվարունգ, բաների տեսակներ, կարագ, լավաշ, սենց, լավաշ, փափուկ, միսն էլ վերցնում ենք ու այստեղ էլ այսպես 2 տեսակի սոուսներ, այս մի քիչ քաղցրոտ, այս շատ կծու, վերցնում ենք ու գնանք դուրս։ Ջրեղենն էլ ավտոտնակից կբերենք, այս արդեն նստած է։ Սիրունս, հազերը որ կտրում են, գրիպ պես կփոխվում է։ Իցրազայկան ջուր բերի։ Առաջի շիշը դրեցինք, հիմա փորձն է, տենանք պահում է, թե չի պահում ու շարունակենք։ Երևում է, չէ, որ գնալով մասնագիտանում եմ, գնալով երկարում է։ Կարևորը չի ընկել, հոտն էլ արդեն գալիս է։ Գրիվ Ռասիայի հոտ է գալիս այս պահին։ Կտրել ենք։ Ուղ, էլ էստեղ սուչնի։ Արի անգել։ Օ, մի հատ պատրաստ է։ Ջան։ Սարքում եմ։ Համովեր։ Մնաց այսքանը, հենց մեր բխուշների չափերով, մեծերը փորձի համար սարքեցի են մեծ իսկական քաբաբի շշերով, որ տենանք ստացվում է, թե չէ, շատ լավ ստացվեց, մենակ երկրորդը մի քիչ կախվեց, էդ էլ, չգիտեմ, երևի անփորձություն կամ լավ չէի ամրացրել, հետո արդեն, տակշիրը առաջինը չէ, երկրորդը, հետո արդեն շատ լավ ստացվեց, բայց կախվեց, բայց չընկավ, հասցրեցի ամրացնեմ, տեն սիրելիներս վերջ, արդեն հաճախակի կպատրաստենք։ Վերջի 2 հատնա վրան, էդ էլ լինի, քաշենք ու գնանք ներս, չնայած որ հաճելի է դրսը։ Ուրեմն այնքան լավ կրակ է, որ տանեմ սուրճ էլ դնենք, կրակի սուրճը ուրիշ է, էլի, տանենք սուրճ էլ դնենք, մի հատ էլ սուրճ կվայելենք ու ամեն ինչ կընկնի իր տեղը, չէ անգել, ասում հա։ Այսպես հետևից նկարեմ անգերին ու Զոյկային։ Այս էս նստած են, հացիկեր են նստել են, կշտացել եք, բայց համով էր, Զոյ համով էր, սուրճներ պատրաստեցինք, արդեն նվելը կողքերից արդեն հելնում է գոլոշից, ինչ լավ կրակ էր ուժը, վերջ։ Ահա, արդեն անցել է մի 2-3 ժամ ու որոշեցինք հիմա էլ մի հատ շոկմանժեմ փորձենք, շատ լավ է ստացվել, շատ համեղ է, կարևորը երեխաները շատ հավանեցին, իսկապես տեսեք մի հատ ինչ ամուր, համեղ, սիրուն տեսքով։ Ինչպես հասկացաք, մեր կիրակին ուտելով է անցնում, հիմա կասեք, բայց չէ, արդեն 3 անցա ու հասում շատ գործ են կարել, դե գործերը ցույց չեմ տալիս, հիմա միշտ Լիվանամ ուշացել եմ միշտ օրվա առաջի կեսին մինչև 12-ը, այսինքն նախաճաշից հետո էլի, կամ նախաճաշ որպես, բայց այսօր ուշացել եմ, ոչինչ, հիմա կտրեմ, երեխեքը նստած են, միշտ կուտեն, այնքան սուրճ կթողենք։ Այնքան լավ արևա, լավ եղանակ, ես ճոճանակի վրա մի քիչ հանգստանում եմ։ Արևը ուղիղ դեմքիս է։
Գնամ հաց սարքեմ։ Սմարի մեր մոտ։ Գամ ես էլ խաղամ։ Գամ ես էլ խաղամ։ Ունես սիրուն Իրինայից պատրաստած ճուտիկն էլ բերեցի, որ չմոռանամ։ Ինքը կախազարդ է, իրականում Mrs. Brolog է, բայց դե իսկ կարելի է ուղղակի սիրուն դնել։ Ու թնգավու էդ չեմ սիրում արդեն։ Շուրերն էլ պատրաստ եմ։ Վերջ, արդեն կարող ենք քնել հանգստանալ վաղը կրկին նոր շաբաթ 7 անցա դեռ։ Bingo, adiós. Hoje que olho. Բարի երկու շաբթի առավոտ լիներս։ Այ գնում եմ գործի մտախանութ։ Չեն սիրուն ես անգամ այ սենց կակաչներ են վերցրել, շոտ սիրուն են։ Խիտ։ Որպեսի օրդինացիայի համար, որ թարմ կակաչներ ունենանք ամեն օր ընդեղինը արդեն թողոմել էր ոնց որ վերջին անգամ շաբաթ օրը որ տեսա։ Այս անցած շաբաթվաններն է։ Սրանք նորեր էլ մի հատ սիրուն են։ Ահա, սենց 3-ած ստացա, 3-ից սենյակների համար մտանեմ սիրուն դնեմ։ Ողջույն սիրելիներս, բարի լույս։ Արդեն 2 օր է, ինչ ես վլոգը սկսել եմ, նկարում եմ։ Այսինքն Կիրակի օրվանից ենք սկսել մեր քեբաբ փարթիով, հետո բայց դե այսօր արդեն 3 շաբթի է ու նախորդ վլոգից հիշում եք, մարտի 17-ին իմ առաջին դասի օրն է, ովքեր նախորդ վլոգը չեն դիտել, կարող են մանրամասները այնտեղ տեղեկանալ, իսկ ուղղակի այսպես կոնկրետ ասեմ, որ ես այսօրվանից սկսում եմ օպերացիոն բուժքրոջ Ausbildung-ը, ուսուցումը 3 տարվա կտրվածքով։ Այսօր իմ առաջին դասն է լինելու, Ausbildung-ը հակից է աշխատանքիս, այսինքն շաբաթը մեկ անգամ եմ գնալու, մինչև ամառ, դրանից հետո կսկսվի ավելի շատ ու նաև կմիանա 800 ժամ պրակտիկան 3 տարվա ընթացքում։ Այդպես սիրելիներս, հիմա մի հատ շատ արագ բոլորին ճանապարհել եմ, մի հատ շատ արագ սուրճ եմ խմում ու դուրս գա, մինչև ժամը 12-ը դասի եմ, 12-ից մինչև ժամը 7-ը մինչև ժամը 12-ը գործի եմ, 12-ից մինչև 7-ը դասի եմ։ Տեսնեմ ով ազանգում, լավ գնացի։ Nächste Haltestelle, Heiligengeistplatz, zentraler Umsteigeplatz. Ինչքան է բոյովացել ես մեկը, որ սենց կպել էր բանին, դրա համար բերեցի ես կողմը, սրանք այսպես թարմ են։ Իդեպ այս ծրագրին ենք մասնակցելու Մյունխենում, եթե հետաքրքիր է, կարող եք, ովքեր ապրում են Գերմանիայում, Ավստրիայում, կարող են նայել։
Ժամը 12:40-ը։ Սենց դեպք ինձ հետ չէր եղել, որ ես գոնե մի 15 րոպե շուտ տեղ չհասնեի, բայց պացիենտը մի քիչ երկար տևեց։ Պես որ հուսով եմ կհասցնեմ։ Տալիս եմ ամենը 7 րոպե ոտքով։ Տեսնենք։ Այս կողմերում ոտքով դեռ չէի քայլել, միշտ մեքենայով կամ ավտոբուսով եմ անցել։ Այսօր բացը լրացնում եմ։ Քանի դեռ ավտոբուսի ժամանակ կար, մտախանութ գնել եմ այսինքն համով հացեր, հեսա մի հատ կփակեմ, բաց եմ թողել, որ ձեզ ցույց տամ։ Այստեղ ունեմ ուրիշ հաց, ջուր, պանիր ու էս էլ վաղվա ճանապարհիս համար սենց պանրային մի քիչ սենց բան եմ վերցրել, պեչենիկներա, գիտեմ, լավ օգտակար չի, բայց դե ճանապարհին զբաղվելու համար սենց էս էլ վաղվա ընտրիքի ու վաղվա բրդուշների համար երեխեքի էս հացը ու գնացի։ Բարի առավոտ շուտ սիրելիներս, ժամը 5-ն է, ու ես օրդինացիայում եմ կրկին։ Դե այսօր չորեքշաբթի է ու վիրահատության օրը։ Եկել եմ պատրաստեմ ամեն ինչ, գնամ սուրճս խմեմ, մինչև պացիենտներս գան, մինչև 2-ն լինելու վիրահատությունը, մինչև տուն հասնենք կլինի 4:45-ը, այդպես երեք հոգնած չեմ, ուղղակի մի քիչ ծանրաբեռնված է ուղեղս, երեք այդ երկար դասից հետո շատ էր ինֆորմացիան, չնայած որ շատ բաներ արդեն անցել էինք, արդեն ինձ ծանոթ էր, բայց միևնույնն է ինֆորմացիան շատ էր։ Այդպես մի հատ սուրճ դնեմ, սուրճ խմեմ ու գնամ արդեն գրանցումներ անեմ մինչև gehen. Gehen. Zu Salzburg durch, aber der Hotspot für Regen und auch Teilschnee ist nach wie vor die Grenze zu Slowenien und der Steiermark. Später wird es dann aber überall trocken und teils sogar voll. Այստեղ են ասել էլի, այսպես էլ գիժամիս, մարդու հանգիստ չի տալիս։ Մի օր ուրախ օր կանի, վաղը անձրև ու քամի։ Այս իսկական մեր համար է ասված, մի հատ տեսեք։ Արև էր, հետո անձրև, հիմա ձյուն է գալիս։ Ես հասել եմ տուն ու անգելս արդեն իմ համար բրդուճը պատրաստած, տաքացրած։ Դրած ինձ է սպասում, մի հատ նայեք ինչ համեղ բուրգեր է սարքել։ Ուրեմն նայեք, այսօր արդեն 4-րդ օրն է, նոր սկսել է մի քիչ ծլել, ու այս քանի օրը, քանի որ մեր մոտ ցրտել է այսօր տեսակ ինչ ձյուն էր գալի ճանապարհին, դուրս չեմ դնում, մենակ ներսն է, տելեֆոնով էլ չեմ փակել, որտեղ դեռ ժամանակ ունեմ, որ շատ չմեծանա, ու այսպես Ալենից ցանած, ովքեր չգիտեն նախորդ վլոգում Ալենս է ցանել։ Ինչ արդեն զատիկյան անկյուն է։ Այս ինձ չի դադարում զարմացնել այս ծաղիկները, ինչքան սիրուն են։